Փոթորկից առաջ ամեն մի հարց ունի մեկ պատասխան, ինձ շատ են հարցեր տալիս, թե ինչի ամենօրյա ինչ կատարվում է, չեմ խոսում դրա մասին։ Միայն պարզապես ֆիլմերը նմանվում են մեկը մյուսին, որտեղ եմ շեշտը դնում։ Ասեմ, այս ֆիլմերը ես չեմ պատրաստում, որպեսզի այդ 4-5 հազար հոգին, որ դիտում են, կամ եթե 1 միլիոն էլ դիտի, նրանց համար։ Նման ֆիլմերը ես պատրաստում եմ մի 5-6 ֆիլմ առաջ, երբ որ երկար ժամանակ չէի խոսում, հետո սկսեցի խոսել, մի երիտասարդ գրել էր, որ 17 տարեկան հասակից դիտում եմ ձեր ֆիլմերը և ինձ հաճելի է և ինձ տալիս է այն ամենը, ինչ ինձ հարկավոր է մարդ կոչվելու և նորմալ հայ լինելու համար։ Ես խոսում եմ նման մարդկանց համար, միգուցե նաև հենց միայն այդ երիտասարդի համար խոսեմ, քանի որ նժդեհներ չեն լինում 10 կամ անդրանիկներ, լինում է 1 հոգի, դրա համար 1 հոգին պատրաստ լինի հասկանալու իր թշնամին և իր բարեկամը, ով է ինքը աշխարհում, դա ավելի կարևոր է, քան իմիջիայլոց 5000 թե 10000 թե 1 միլիոն մարդ դիտի այս ամենը։ Անցնենք առաջ, ինչ եմ գրել փոթորկից առաջ, քանի որ իրոք փոթորիկ է սպասում Հայաստանում 2017-20 թվական, միանգամից գալիս է Կանադայի այս տականքը, այս ոչխարի հետ հանդիպելու, և այս ոչխարը արդեն սրա բերած հայկական նասկիները հագնելով երկուսով ցուցադրում են և քահ-քահ ծիծաղում։ Ինչ է բրուտը սրան ուղարկել և հետո սա անհետացավ, քանի որ սա կատարեց իր տիրոջ հրահանգը, բրուտի հրահանգը, սրան ասացին, որ դու ապահով քանդի Հայաստանը, քանդի որքան հնարավոր է, կստանաս ինստրուկցիան և այդ ինստրուկցիայով կքանդես, Արցախը կտաս, կուրանաս ամեն ինչ և դու կստանաս միլիարդներ և կտեղափոխվես Կանադայի, միջայլոց Կանադայում Ալիևի տան մոտ նաև տուն ունի առած Նիկոլ Փաշինյանը իր կինը։ Եվ եթե մենք դիտում ենք այս ամբողջ սխեման, ինչ է այստեղ կատարվել։ Բրուտը տարբեր ճանապարհներով հրահանգ էր տվել, որպեսզի պետք է Արցախը այդ 7 շրջաններով հանձնվի և պետք է բերվի նոր մարդ, քանի որ Սերժը կատարեց Սասնա Ծռեր գործողությունը, որպեսզի հետաձգի և հետագայում հանձնի իրենից ավելի լկտի տականքի, որը կտա և Արցախը և Հայաստանը, և եթե հիշեք Սերժի արտահայտությունները, Նարիմանովի, այս երկիրը ոչ երկիր եղել է և ոչ էլ երկիր կդառնա։ Ինքը տեղյակ էր ամեն ինչ, ինքը գնացել էր և բրուտի դուռը, և սրա դուռը, և տարբեր դռներ, որ թողեք այդ ամենը և թողեք Հայաստանը այս վիճակով մնա, և իրենք լափում էին այդտեղ այդ գումարները, իրեն ոչ թե պետք էր Հայաստանը զարգանար, այլ իր ռեյտինգը չընկներ և կարողանար նաև Սաշիկի միջոցով կռփեր, ոչնչացներ բոլոր հայ կապիտալիստներին, մնային միայն իրենք, էդ էր նրա ցանկությունը և սրանք բոլորը միասին, բայց ինչ տեղի ունեցավ, սա ստանալով հրահանգները բարդեցին ամբողջը Ռուսաստանի վրա, որ Ռուսաստանը ստիպում է, որպեսզի Արցախը հանձնվի, և տեղի ունեցած այդ պատերազմում, քանի որ այս 4-ը արդեն
պայմանավորվել էին, և սրանց գաղտնի հանդիպման ժամանակ Նիկոլը ասել է սրանց, որ հրահանգ եք ստացել, որ պետք է տանք, և ինչի տանք, երբ որ կարող ենք վաճառել, իսկ եթե հարձակում լինի Արցախի վրա, ապա Արցախի դիրքը այնպիսին է, որ պետք է 1 միլիոն թուրք սպանվեր, այն էլ հարցեր կգրավեին, թե չէին գրավի։ Դրա համար այս 4-ը միասին, ստանալով այդ գումարները Ալիևից, տարբեր ճանապարհներով, առաջի միլիոնները, որպեսզի սրանք ժողովրդի մեջ ստեղծեին տարբեր խավեր, Ալիևից ստանում էին 2-ից 3 միլիոն շաբաթական, որը Նիկոլի, Արարատ Միրզոյան և այլն գնում էին Թիֆլիս հանդիպում ադրբեջանցիների հետ, այդ գումարը բերում Հայաստան և բաժանում ժողովրդին և ելքականներին, իսկ սրանք ոչ մի գրոշ էլ չեն ծախսել։ Եվ 15 միլիարդով վաճառելով Արցախը, այս երկուսը մեկնեցի նույնպես Արցախ, որպեսզի նրանց համոզեն, որ ոչինչ, մեկ քանդի, մեկ ավիրի, միայն հանձնեք, փախեք, տվեք Արցախը այդ շրջաններով։ Եվ մեղքը բարդվում է այս տականքի վրա և Ռուսաստանի վրա։ Սա հարցի մի կողմն է, այս տականքն է, ճիշտ է, ստիպել այդ ամենը կատարվի, բայց այս տականքն էլ անտեր չէ։ Իր տիրոջ Բրուտի կողմից ստանալով հրահանգը, սրանց տվել է այդ հրահանգը և այդպիսով Հայաստանը կորցրեց Արցախը, ոչ միայն կորցրեց Արցախը, այլև կորցրեց այդ 7 շրջանները Արցախի հետ միասին և այն մեծ գումարները, որ ներդրվել էր Արցախում, ժողովրդի հետ միասին այդ ամենը կորցրեց, երբ որ հայ զինվորը եթե ունենար նորմալ զենք, թեկուզ ձեռքի միայն այսպիսի զենքեր, կարող էր ոչնչացնել ադրբեջանցիներին, հատկապես Շուշիում, որը ամենալավ դիրքն ունի Անդրկովկասում։ Եվ այստեղ էլ այս տականքը, որը հանդիսանում է KGB-ի լրտես և իբր Բելարուս պետություն կա, բայց Բելարուս պետություն չկա, դա միայն արհեստանոց է սրանց ձեռքին, տարբեր հիմար խոսակցություններով և այլն ստիպեցին, որպեսզի Արցախը հանձնվի։ Երկրորդը, Արցախը հանձնելուց հետո ինչ կատարեց Նիկոլը։ Արցախը Ադրբեջան է և նույնիսկ քարտեզ էր ցուցադրում, այժմ էլ Սյունիքի հարցն է, և Արցախը սկուտերի վրա 15 միլիարդով հանձնեցին 7 շրջանները միասին Ադրբեջանին։ Բայց եթե Հայաստանում լիներ նորմալ ղեկավարություն, այդ ամենը տեղի չէր ունենա, որից հետո կատարվեց նաև Արցախի լրիվ բնակչության արտագաղթ դեպի Հայաստան։ Եվ այստեղ ո՞րն է հարցը։ Չէ՞ որ ռուսներին պետք էր ֆորպոստ ունենալ նաև Ադրբեջանում, դա ֆորպոստ էր ռուսների համար։ Եվ ինչ է այստեղ ռուսները չարձագանքեցին։ Քանի որ այստեղ կատարվեց բրուտների, Թուրքիայի, Ադրբեջանի և սրա խաղը, որի խաղի գլխավոր ղեկավարներն են այս երկուսը։ Եվ քանի որ սրանք բոլորը, նաև սրանք բոլորը Արցախի վաճառքից ամեն մեկը իր միլիոններն էր ստացել, ամեն մեկը կատարում էր իր քայլը, որպեսզի արագ Արցախը հանձնվի, և 44 օր տեղի ունեցավ։ Բայց Արցախի դատարկումը ինչ էր, այս երկուսին ձեռնտու։ Սրան ձեռնտու էր, որպեսզի Արցախը, երբ որ դատարկվի, դրանից հետո Հայաստանը մահանա և կատարվի իր երեմի ժամանակների երազանքը, ոչնչանա հայ պետականությունը, իսկ այս մյուս տականքի կարծիքով
որ եթե Արցախը դատարկվում է, ռուսները կորցնում են Ադրբեջանում իրենց ֆորպոստը եւ պետք է Հայաստանի հետևը համբուրեն, որպեսզի արցախցիներին վերադարձնեն եւ նորից ունենան իրենց այդ իբր երկու Ադրբեջան-Արցախի միջև իրենց սորքը։ Եվ այս խաղում նույնպես այս երկու տականքի սրանը այլ մոտիվացիաներով կարծում եմ հասկացաք, սրան այլ մոտիվացիաներով եւ սրանց լռությունը բերեց նրան, որ Արցախը դատարկվեց, քանի որ դա ձեռնտու է Պուտին։ Իսկ սրանց կարծիքով պետք է Պուտինը համբուրեր իրենց հետևը եւ ասեր գնացեք հետ, նորից զորքը կկանգնեցնեմ երկուսի արանքում։ Ինչ է Բրուտը այս ձևով կատարում, քանի որ հետագայում հայերը լինելով գնչուի իրավիճակում պետք է աշխարհից աշխարհ թափառելով սկսեն մեղադրել տարբեր երկրների, բայց Բրուտը ունի իր ձեռքին ամենակարևոր զենքը։ Ներսից դուք ինքներդ այս բոլոր տականքներդ ինքներդ քանդեցիք եւ նահանգների հազարանոց այդ դեսպանատունը ոչ միայն աշխատում է, որպեսզի Հայաստանը ոչնչացնի, այլև բոլորի վրա ունի իր ալիբին եւ այդ ալիբիները կներկայացվեն եւ որպեսզի հայազգը նորից ոտքի չկանգնի, բոլորի միլիարդները կտարվի, բոլորը կդառնան սովորական գնչուներ։ Ինչպես եթե կարդաք, որ ազգերին են գնչուներ դարձրել, նույն սխեմայով նաև հայերին առանց գումարի դարձնելու են գնչուներ։ Եվ Նիկոլի ձեռքով լիկվիդացում է գիտությունների եւ գիտության մշակույթի արվեստի եւ մշակույթի ակադեմիան ոչնչացնում է հայոց բանակը, գիտությունների ակադեմիան, Հայաստանի պատմությունների թանգարանը, բոլոր ինստիտուտները տեղափոխվում են իբր այլ տեղ, բայց որը տեղի չի ունենալու, սրանք դառնալու են թուրքերի համար բոզատաներ եւ ձեզնից ծնված աղջիկ երեխաներին ուղարկելու եք այնտեղ, որ փող աշխատեն, որպեսզի դուք լափեք, կարողանաք կերակրվել, քանի որ ոտքի կանգնել եւ պայքարել ձեզ համար հնարավոր չէ։ Իսկ ինչպես տեղեկացրեցին մի երկու ֆիլմ առաջ, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը ամսից ավել դուրս չի գալիս մատենադարանից, այսինքն այնտեղ նույնպես կատարվում է հաշվառում, ոչնչացնում են ամբողջ երկիրը եւ ամենակարևոր այս մասը ոչնչացնելուց հետո պետք է հայտարարվի, որ հայերը ինչ ունեին, որպեսզի կարողանար որպես երկիր գոյություն ունենար։ Բռնագրավում, ինչպես տեսակ, այս որոնք եթե ոչ միլիարդներ, ապա կես միլիարդ 100 միլիոնավոր դոլարների տեր այս բոլոր տականքները սրա ղեկավարությամբ գտնվում են Բաքվի բերդերում եւ միևնույն ժամանակ նրանց գումարները արդեն թե ռուսները, թե ադրբեջանցիք, թե Հայաստանում այդ նիկոլական տականքները այդ գումարների տերն են դառնում, ինչպես նաեւ սրանը։ Միայն այս երեքի ունեցած հարստությունից, եթե ամեն մեկը կես միլիարդ դոլար ներդներ եւ հայկական գաղտնի բանակ ստեղծեին թեկուզ 100 հոգեանոց մահապարտների, որոնք իրենց ընտանիքների ապահովված կլինեին, ապա միայն սնայպերներով եւ այլ զենքերով, այլ հնարքներով Հայաստանի այս տականքներին վաղուց վերացրել էին։ Բայց քանի որ սրանք թսան բոլոճներ են, բոլորը իրենցից ներկայացնում, այդ ամենը տեղի չունեցավ, նույնը սրանք Բաքվի բերդերում մահանալու են, սատկելուց առաջ գրելու են, որ ամբողջը տալիս են Ալիևին։
Եվ սա է հայկականության ավարտը, աղքատ կնչուներ։ Իսկ այս տականքների մեջ Սերժիկը, Ռոբիկը եւ այլն, որոնք ունեն նույնպես միլիարդներ, սրա միլիարդները հայտնի է, իսկ ոչ Սերժիկի, ոչ Լևոնի, ոչ էլ Ռոբերտի միլիարդները կամ այս մյուսների միլիոնները, որ նույնպես սրա չափ ունեին, նույնպես նահանգների դեսպանատունը ամբողջը գրանցած ունի եւ Նիկոլա հրահանգ է ստացել, որ սա էլ հետ բերի, այս ամենը հետ բերի։ Եվ Նիկոլը այդ ամենը հետ է բերելու տալու իր տերերին։ Դրա համար երբ որ 18-19 թվականներին զգուշացնում էի այդ միլիարդատերերին Հայաստանում, թեկուզ Լֆիկ եւ այլն, Լևոնին վերջում է թողնելու եւ Լևոնին էլ է փուրը տալու։ Ոչ բրուտին է հարկավոր, ոչ թուրքերին է հարկավոր, որովհետեւ 50 միլիարդ գախտնի դոլարանոց Լևոն լինի կամ Լևոնի լակոտը։ Հայաստանը վերացնելուց հետո Լևոնն էլ է կորցնում իր առաքելությունը եւ սրանք բոլորը կորցնում են, այլևս սրանք պետք չեն։ Դրա համար նաեւ նահանգներում է Լևոնի լակոտի եւ մի քանիսի նկատմամբ հսկողություն, նույնիսկ Լատինական Ամերիկա փախած Հունաստան եւ Եվրոպա փախած տարբեր տականքները սերժական, լևոնական եւ այլն, որոնք տներ են գնել, այդ բոլորը հաշվառման տակ են, ամբողջ հայությունն է հաշվառման տակ։ Նախ հաշվառում էին կատարում Լևոն ու Վանոն եւ այդ հաշվառումը կատարման բոլոր տվյալները նաեւ ունեն եւ դրանից հետո իրենց հաշվառումը եւ ֆինանսական, թե որը որքան է տարել, սա որքան է տարել, սա որքան, սա որքան մեերից բռնած եւ բոլորին նույնպես տալու են փուրը, այսպես թե այնպես, սա այն խաղն է, որը եթե միասին կամանդով չեք խաղում, այլ ամենը իր հետևն է փրկում, այդ դեպքում եթե դու արարիչ ազգն ես եւ քո ազգը վերանում է եւ նույնիսկ չեք էլ ստեղծում մի նորմալ հանդիպում, աշխարհի հայերս հանդիպենք եւ քննարկենք ինչ են հայերին ոչնչացնում, ինչն է պատճառը եւ գտնենք լավագույն պատճառը, այդ դեպքում դա կլիներ ամենագեղեցիկ պահը եւ կիմանայիք ամեն մեկը էլ ինչ անեիք, բայց սամ բոլոճի նման միայն հավաքելով այդ թուղթ, որը թուղթ է այդ գումարը եւ բոլորը էլ 3 անգամից ավել օրը երևի 4 անգամ թող լինի հաց եք ուտում եւ դա չի ներդրվել ազգի փրկության, ազգի ծաղկման համար, դուք բոլորդ էլ ոչինչ եք, այն որը 50,000 դրամով կամ 10,000 դրամով իրեն վաճառում է ընտրություններում ավելի բարոյական է, քան դուք բոլորդ միասին վերցրած։ Հաջորդը եկեղեցի թե գիր, անընդհատ այս հարցն են տալիս, եկեղեցին է փրկել հայերին թե գիրը, հայերին փրկել է հայոց գրերը եւ հայ լեզուն, միայն լեզուն է կարևորը, որը կարողացել է փրկել, իսկ եկեղեցին դա 1700 տարվա պատմություն ունի, այդ եկեղեցին ստեղծվելու ժամանակ Տրթատը իր Գրիգոր Լուսամարիչի հետ միասին 60% հայերին կոտորել են, որը կարող էր թուրքերի եւ այլ պատերազմների ժամանակ լինել եղանակ փոխող լիներ, որպեսզի ընդունեին այդ կեղծիքը։ Նաեւ հարցը նա է, թե Խալթի Մուսասի Խալթի տաճարն է դա ամենակարևոր տաճարը եղել, ոչ, սա եղել է տաճարներից մեկը եւ ամենակարևոր հայ աստվածների, հայ գիտնականների տաճարը եւ այս մասին կարող եք նաեւ կարդալ, բայց սա եղել է նաեւ որոշիչ նախաքրիստոնեական հայ
հայկական տաճարներից մեկն է իրենից ներկայացնում, բայց գլխավոր տաճարը գտնվել է այս մասերում, որը ամբողջությամբ ոչ միայն հեռացրել են հայ աստվածները այստեղից, նաև այնպիսի իմիտացիա են ստեղծել, որ այստեղ ոչինչ էլ չի եղել, որը շատ մեծ եւ հենց այնտեղից է հսկվել շատ բան եւ նույնիսկ ստորգետնյա անցումներով, նաև աստիճանային անցումներով նա կապված է եղել հայկական բոլոր մասերի հետ, որից հետո ամբողջ Եվրասիայի հետ տարբեր խաչմերուկներ են ստեղծվել եւ կապված է եղել եւ հայ աստվածները հիմնականում այդ ճանապարհներով են գնացել, որովհետեւ իրենց վնաս որևէ տեղի չունենա։ Եվ հիմնական տաճարը կրկնում եմ եւ դրա մասին նաև տեղյակ լինելով, թե Արարատը արարչագործության ինչ մաս է հանդիսանում, սա լեռը թողեցին թուրքերին, որպեսզի հայերը հնարավոր էր նույնպես թեկուզ որքան էլ կեղծիկ կատարեին հայ աստվածները, ինչ որ միտեղ այստեղ մի քար կգտնվեր, որը կասեր, որ այստեղ եղել է նաև այդ կառույցը։ Դրա համար փակեցին այդ հարցը սատալով թուրքերին եւ որպես իբր քրիստոնեության նոյե իջել է իբր էստը։ Եվ նախորդ ֆիլմում ասացի, թե ինչ է տեղի ունեցել։ Այստեղ նաև մեկ այլ պարզաբանում, որովհետեւ ձեզ հասկանալի լինի ամբողջությամբ։ 111-ը այդ Մուրադ Խալթեցու հետ միասին վերցրած այդ բոլորը, նրանք իրենց համարում են հայը։ Ես ինձ համարում եմ հայ, քանի որ ես ծնվել եմ հայ ծնողներից, այն ինֆորմացիան կամ խելքը ինչ ստացել եմ իմ համոզմամբ դա ես ստացել եմ իրենցից, միայն որոշ ինֆորմացիա ստացել եմ ուսումնասիրելով կամ հասկանալով, թե այստեղ ինչ կարող էր տեղի ունենալ կամ ինչ է տեղի ունեցել, դրա համար ես ինձ համարում եմ հայ։ Նրանք այդ 111-ը եւ նաեւ այնտեղ չինացիներ կան, հնդկացիներ կան, ասել եմ, նաեւ Մբուբան է այնտեղ Աֆրիկայից, Հանսն է այնտեղ եւ Չինաստանից, Հնդկաստանից նաեւ մի շարք աշխատողներ են տեղափոխել, որոնք բոլորը միասին իրենց անվանում են հայը։ Նրանք էլ են ճիշտ իրենց կարծիքով, ես էլ իմ կարծիքով եմ ճիշտ։ Նրանք ճիշտ են իրենց կարծիքով նրա համար, որ նրանց ինֆորմացիան ավելի խորն է եւ նրանք ոչ թե այդ մարդն են, այլ այն մարդն են, որը ունի ինֆորմացիա, իսկ ինձ համար այլ է այդ բացատրությունը, ինձ թվում է նաեւ այստեղ հասկացակ։ Եվ այն, որ հայ աստվածների հիմնական տաճարը Մուսասիում է տեղի ունեցել, Մուսասիում է գտնվել, թե այլտեղ, նա գտնվել է մոտարապես այս վայրերում։ Ես կարող է այստեղ գտնված լինի ցուցադրեմ այստեղ, քանի որ դա կարևոր չէ։ Կարևորը, որ այս մասում է տեղադրվել, եղել նա իր չափերով եղել է ավելի մեծ, քան Դեմիրճյանի այդ Կարեն Դեմիրճյանի անվան այդ համալիրը, բայց որից հետո նրանք ամբողջությամբ բրուտների կեղտոտությունների երեսից ամբողջությամբ վերացել եւ տեղափոխել են մեկ այլ երկիր, որտեղ չեն էլ կարող հասկանալ, թե նրանք որտեղ են տեղափոխվել։ Նույնը այդտեղ Դեբրոյլերի բոլոր հայկական գրքերի օրինակները եւ ամեն տարի մի քանի հրատարակությունները, թե աշխարհում իրականում ինչ է կատարվում, այդ բոլորը նույնպես գաղտնի մինչ օրս չեն էլ կարողացել գտնել։ Եվ ինչ են հայերին հատկապես ամբողջ հայկական հին այդ Հայաստանի կառավարման այդ Աֆրիկայի հյուսիսից մինչև
այդ ամբողջին Հայաստանը, որը ես եմ ներկայացնում, վերացնում, քանի որ նոր տեխնիկան եւ նորագույն նյութերը Մենդելեևի աղյուսակի, որը հայտնաբերվում է, նրանք կարող են նաև քարի տարբեր շերտեր, պիրամիդաները, այդ բուրգերի ներսը կարդալ տարբեր շերտեր եւ ինչ-որ մեկը կհայտնաբերվի, որ այստեղ հայկական տառերով է գրված, այստեղ հայերն են կառուցել, որը բրուտին ձեռք չի տալիս։ Դրա համար նախ վերացնում է հայկականությունը աշխարհի երեսից, քանի որ ինքը ստեղծում է մեկ այլ երկիր, որտեղ պետք է լինեն բոլորը շոկոլադի գույնի, միայն իրենք սպիտակ եւ բոլորը պետք է ծառայեն իրենց։ Այդ է պատճառը եւ նաեւ վերացնում է ընդհանրապես ճշմարտությունը աշխարհի երեսից եւ կեղծիքներով միայն մարդիկ պետք է սնվեն եւ ռոբոտի եւ նույնիսկ այն ականջներին համարակալած կովերի նման աշխատեն, էս է ամբողջը։ Ինֆորմացիա, իմ կարծիքով, երբ որ հայ աստվածները ասում են ամենակարևորը դա տիեզերքի բնության եւ էթնոսն է հայ աստվածների այդ բոլոր գյուտերն է կարևորը, իմ կարծիքով եւ իմ համոզմամբ ամենակարևորը ինֆորմացիան է։ Եթե ինֆորմացիա ունես ամեն ինչի մասին, քեզ համար հեշտ է հասկանալ, թե այստեղ այս տականքները ինչ հերթականության, որը ինչ է կատարում, ինչի համար է դա կատարում։ Իսկ եթե ինֆորմացված չես, ապա քեզ կարող են ցուցադրել, որ սա է պատճառը Հայաստանի վերացման եւ դու քո բոլոր զենքերը ուղղես սրա դեմ, երբ որ սա միայն կատարող ծաղրածո է։ Իմիջիալոց հայերին ասեմ Հայաստան լինել չլինելուց հետո թե կմնա ինչ-որ ժամանակ, պետք է Հայաստանի հերոսի կոչումներ տալ սրան եւ սրան իրենց ճշմարտախոսությանը համար, քանի որ բրուտից ստացած իրենց բոլոր հրահանգները նրանք նախ հայերին հայտնում են, թե ինչ պետք է կատարեն։ Սրանք ավելի անձնիվ են, քան այս բոլոր 4-ը միասին վերցրած եւ մյուս տականքները միասին վերցրած։ Եվ այստեղ նաեւ Լավրովի պլան են ասում, Լավրովն է կատարել հայերի համար ամենալավ տարբերակը 5-ը հանձնեն առանց կռվի, 2-ը մնա որոշ ժամանակ եւ այդ ժամանակ Ադրբեջանը իր տականկությունը կաներ եւ այդ 2-ն Արցախը բավական էր, որպեսզի կռիվ մղվեր եւ ասվեր աշխարհին, տեսեք տվեցին 5 շրջանը, տեսեք ինչեր է սա կատարում։ Եվ դա ավելի ամենառացիոնալ եւ ամենանորմալ տարբերակը իր տարբերակն էր 5-ը տալ եւ սпасել, թե այս տականքը ինչեր կանի։ Եվ եթե ձեզ թվում է, որ սա հայերի բարեկամ է, սա ինքը գնում է Անդորայում, Իսպանիայի եւ Ֆրանսիայի մեջ միջև գտնվող քաղաք-պետությունը։ Այնտեղ ստորագրում է, որ ինքը ոչ միայն Ֆրանսիայի, այլև Անդորայի պրեզիդենտն է, բայց ընդհակառակը ինքը այնտեղ ստորագրում է, որ հլու հնազանդ որպես տականք ծախված ծաղրածու դերասան ծառայում է բրուտին եւ ցանկացած բրուտի հրահանգ դրա համար օրենք է։ Նույնը այս բոլորը նույն բանն են կատարում։ Եվ այստեղ եթե մենք փնտրենք, որ սրանք Իրանը մեզ բարեկամ է կամ Հնդկաստան կամ եւ այլն, այդ ամենը նույնպես կլինի մեր կողմից սխալ։ Աշխարհը ունի ոչ օրինական իր տերը, դա բրուտն է, եւ ունի բազմաթիվ ծաղրածուներ, որոնք աշխարհում կատարում են նրա հրահանգները, ամեն մեկը ստանալով իր դերը, թե որը ինչ պետք է կատարի։ Եվ այստեղ, եթե մենք մտածենք նաեւ, որ ինչ-որ մի քանի դերասաններ են ասում, Հռոմը միշտ ասել է, եթե Հայաստանը դառնա կաթոլիկ եկեղեցի, ապա մենք կպաշտպանենք Հայաստանին։ Այստեղ Ադրբեջանի մոլեն գտնվելով Հռոմի պապի մոտ, Մուխարզադե է կոչվում, ինչ է կոչվում, չգիտեմ,
Այս տականքին արդեն հրահանգներ է տալիս, թե հայկական եկեղեցիները Հայաստանը ոչնչանալուց հետո հայկական եկեղեցիները, նրանց ունեցվածքը, նրանց տարածությունները, դա ամբողջը մերն է, պետք է պաշտպանես եւ դրանց դիմաց նաև պետք է վճարվեք Վատիկանին, իսկ Վատիկանից պետք է վճարվի այստեղ։ Եվ այս տականքը ինչի թույլ տվեց, որ Արցախը դատարկվի, քանի որ ուկրաինական պատերազմում նա պարտվում էր այդ պահին եւ նրան ասացին, որ ձեռքերդ լվա անմիջապես այդտեղից, այդ էլ կատարեց եւ այստեղ թե Լավրով, թե մյուսները, ովքեր պայքարում են կամ մտածում են նորից սովետական միության ինչ-որ երկրներ կամ Ռուսաստանը մնա, դա սխալ է, սա իր բոլոր քայլերով, ինչպես նաև Խրուշչով, Բրեժնև այդ ժամանակներից սկսած եւ սրա նախահայրերը Գորբաչով, Ելցին, Ռուսաստանը եւ ամբողջ սոց երկրները տանում են կործանման եւ այստեղ չկա երկրորդ տարբերակը, իսկ այս տականքների դերը Հայաստանի կործանման համար որն է։ Լևոնի դերը բոլորդ էլ գիտեք, ինչ կատարեց, եւ այս 4-ի դերն էլ բոլորդ հասկանում եք ինչ կատարեց։ Եվ այստեղ ինֆորմացված լինելը կարևոր է։ Նաեւ այն Արա Պապյանի այդ խումբը, որոնք իբր Հայաստանի փրկության համար են հավաքվել, նաև նրանց ասեմ, անընդհատ ժողովրդից գումարներ եք մուրում եւ բոլորը այդ ովքեր ինչ որ կանալներ ունեն կամ ելույթներ են ունենում, ժողովրդից գումարներ եք մուրում, բայց ձեր կատարածի իմաստը որն է։ Եթե կցանկանաք նաև այդ մասին կասեմ, որ նրանց կատարածը նույնպես 0 է։ Եվ այդ Վիլսոնյան Հայաստանը դա միայն բրուտի համար է, դա զենք, երբ որ հանկարծ, եթե մեծ թուրան են ստեղծում, եւ սրանք, եւ չինացի, քնկացիկ բոլորը միանան իրան, դա իրեն համար փաստաթուղթ է, որպեսզի Թուրքիան կտրի, Ադրբեջանը ոչնչացնի եւ դա Հայաստան։ Մնացած դեպքերում դա միայն ինչպես ասում են, ֆանտազիայի առիթ կարող է լինել հայերի համար, ուրիշ ոչինչ։ Եթե նրան պետք չէ, դա չի օգտագործի, իսկ եթե պետք լինի, անմիջապես կօգտագործի։ Եվ նա, որ Հելսինկիի պայմանագիրը կամ Միացյալ Ազգերի միությունը որն է, եթե ասենք Միացյալ Կովերի միություն եւ այդտեղ էս ոչխարն է, բայց մնացածը կով են, դա եղավ Միացյալ Կովերի միացություն։ Եթե ամեն ինչ չես դնում իր տեղը, ապա այդ ամենը կեղծիք է։ Դրա համար, ինչպես այդ 17 տարեկանից լսող երիտասարդի համար եմ ասում, նաև բոլորիդ համար, ամենակարևորը իմ համոզման դա ինֆորմացված լինելն է։ Եթե մենք ինֆորմացած ենք, որ բրուտն է մեր թշնամին, իսկ սրանք այս բոլոր աղբակույտը դրանք կատարողներ են, ճիշտ է, կատարողին էլ պետք է բոլորին ոչնչացնենք, բայց պատվիրատուին պետք է աշխատենք, ստեղծենք այնպիսի պայման, որպեսզի մեր ձեռքը հասնի պատվիրատուին վերացնենք, որպեսզի մենք լինենք ապահով։ Դրա համար միշտ եղեք ինֆորմացված, եւ թե այս օրերին Նիկոլը սրան է բանտարկում, պատճառը որն է, հենց ինքն է պատճառը, թե ամբողջ հայերին դարձնել աղքատ գնչուներ, որպեսզի չկարողանան ոչ մի երկում, ոչ մի ծպտուն հանել, թե Նիկոլը դա կատարել է, սրա նկատմամբ ունի անձնական ինչ-որ շահ կամ վեճ, կամ սրա նկատմամբ, կամ նույնը եկեղեցու նկատմամբ։ Նիկոլը ունի սրա նկատմամբ վեճ, թե Նիկոլը հերթագրում է Հայաստանի ամենահարուստ ինստիտուտներից մեկը
Հայաստանի եկեղեցին վերացնի եւ այդ ամենը, քանի որ տարածությունը Ադրբեջանին, բայց տարածության մի մասը Վատիկանին, դրա համար այս տականքը ամենաճիշտը կլինի հեռանա մի մաքուր հայ անձնավորության իր զամերից դնի ղեկավար եւ Նիկոլի Բերանը փակվի։ Իսկ եթե դա չի կատարում, կամ ինչպես նշեցի, մարդիկ ասացին, որ նահանգների դեսպանը այստեղից դուրս չի գալիս, քանի որ սրա հարստությունը ավելի մեծ է գնահատվում ամեն մի թեկուզ մեկ փոքրիկ կավի ամանի, քան ամբողջ Հայաստանի հարստությունը։ Դրա համար նայել եկել է այստեղ ամեն մեկը իր փայաբաժինն է տանում, ինչպես Սադամի ժամանակ Ամերիկայի զորքի զինվորները նրա զուգարանի բռնակներն էին ոսկե տանում, իսկ այլ մարդիկ տանում էին Շամիրամի զարդերը եւ նույնիսկ քարի վրա գրված Շամիրամ անունը ավելի թանկ է հետագայում վաճառվելու, քան այդ ամենը կամ գնահատվելու։ Դրա համար հասկացեք, որ կատարվում է Հայաստանի լիարժեք լիկվիդացում եւ Նիկոլի կատարածը ոչ թե նա գնում է եկեղեցիներ, եկեղեցու նկատմամբ, Նիկոլը ինչ գործ ունի եկեղեցու հետ, որ եկեղեցու հետ էլ իր հարցերը լուծի, կամ այդ լրատվամիջոցները, որոնց լսում եք անընդհատ, նրանք ձեզ խեղաթյուրելու, նրանք ձեզ խաբելու համար են։ Միգուցե ես էլ եմ ձեզ խաբում, բայց ամեն անգամ, ամեն ֆիլմում ես գրում եմ, ամեն հարց ունի մեկ պատասխան, այսինքն դու հայ ես, դու մտածիր եւ դու գտիր ամեն հարցի համար մեկ պատասխան։ Ինչ է այսօր Հայաստանը ավիրվում, դա սրանը ձեռք տալիս, թե սրան։ Հայերի կարծիքով այս երկուսին է ձեռք տալիս։ Իսկ եթե Հայաստանը չլինի, այս երկուսը արդեն պետք չեն բրուտին։ Նրանք պետք են, որ անդադ այդ կոնֆլիկտը մնա մեր եւ իրենց միջև, իսկ եթե մենք չկանք, իրենք իրեն ինչին են պետք։ Նույնն է սրանք։ Եվ այս ամբողջը ավելի լավ են հասկանում, որ եթե հայերը կան, իրենք կմնան, քան մենք ենք հասկանում, թե սրանք իրականում ինչ են կատարում։ Երբ որ ես ասում եմ, սրանց պետք է տալ Հայաստանի հերոսի կոչում, ճշտախոսների Հայաստանի լավագույն ճշտախոս տարվա, այս երկուսին պետք է տրվի, քանի որ սրանք իրենց լեզվով ասում են սրա մտքերը, սրանք այս երկուսը խոսելուց ասում են սրա մտքերը։ Այստեղ Լավրովը ասեց, որ այս տականքը ձեզ ոչնչացնելու է, եկեք ժամանակ շահենք, միգուցե աշխարհում այլ բան փոխվի, 5 տվեք, 2-ն ու Արցախը թող մնա, բայց սրանք դրեցին, վաճառեցին։ Եվ մեկ մտածի, որ սա օգնելու է Հայաստանին, սրան ասելու են, տեղդ վերենքի, Հայաստանը ոչնչացնում ենք, եթե չէ, ապա Թերանի վրա է հարձակում լինելու։ Եվ սա գովաբանելու է, որ ճիշտ են անում, որ Հայաստանը ոչնչացնում է, եւ նման տեքստ է ստանալու, որպեսզի արտահայտվի։ Բրուտին պետք է, որ մենք թշնամանանք բոլորի հետ, բացի իրենից, բայց այդ ժամանակ Հայաստանի վերացման սրանց մոտից կգա մեկ այլ արտահայտություն, որ հայերը այդտեղի հնագույն ազգն են, ինչպես կարելի է դա կատարել, բայց իրենց հրահանգներն են այս բոլոր ականքները կատարում, եւ դրա համար Նիկոլը այսօր ինչ կատարում է, թեքեք նրա երեսին, ոչնչացրեք նրան։ Եթե գործիքը չես ոչնչացնում, ապա սա նոր գործիք չի հնարի, իսկ եթե նոր գործիք հնարի Նիկոլի նման, ապա դա ժամանակի հարց է, մենք այդտեղ ժամանակում շահում ենք, դրա համար այս գործիքներին պետք է ոչնչացնել, որպեսզի սրա ներսից գործիքները այս ախտը վերանա Հայաստանի երեսից, իսկ եթե սան չես վերացնում, սա ավելի արագ կարող է քեզ վերացնել, հայազգ, հասկացեք, թե ինչն է այստեղ
Հարցը թե ինչ է Նիկոլը օրի ամեն Նիկոլի արտահայտությունը, ամեն մի նախադասությունը դա գնդակահարության հոդված է։ Այլ երկրներում, եթե պրեմիեր մինիստրը նման արտահայտություն աներ, ապա նրան գնդակահարության հոդվածով վաղուց գնդակահարել էին։ Եվ Բրուտը հետագայում Հայաստանի ոչնչացումից հետո ներկայացնելու է ձեզ, որ այդ ականքներ դուք նույնիսկ ասք չեք, դուք նույնիսկ տեսակ չեք, նույնիսկ ոչխարն ու հավն է իր երեխային պաշտպանում, դուք էսին չեք աշխարհի երեսին, եւ թուքումուր են ուտելու ամբողջ հայերս, մի մասը իրենց կկախեն, մի մասը իրենց բարսությունից կգցեն, մի մասն էլ անամոթաբար կապրեն ուրիշի ոտքերի տակ։ Էս է ճշմարտությունը եւ այսքան։